Սամվել Պողոսյան Իզմիրլյան բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգ։ Կրթություն 2004-ից 2010 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 2010-ից 2013 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ Մասնագիտական գործունեություն 2013 թվականից առ այսօր աշխատում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում որպես վիրաբույժ կոլոպրոկտոլոգ։ 2017-ից 2020 թվականներին աշխատել է ոստիկանության բուժվարչության հոսպիտալում որպես վիրաբույժ կոլոպրոկտոլոգ։ Վերապատրաստում 2020 թվականին վերապատրաստվել է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես կոլոպրոկտոլոգ։ 2022 թվականին Առողջապահության ազգային ինստիտուտում մասնակցել է վիրաբուժական բարդություններ թեմայով վերապատրաստման։ 2024 թվականին մասնակցել է դատափորձագիտական դերն ու նշանակությունը իրավական համակարգում թեմայով դասընթացի, Հայաստանի Հանրապետության կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդամ է։ Պրոկտոլոգիական որ հիվանդություններն են առավել տարածված։ Պրոկտոլոգիական հիվանդություններից լայն տարածում ունեն թութքը, ճաքը, բարապրակտիտը, ուղիղ աղիքի խուղակները, հաստ աղիքի պոլիպները, ինչպես նաև ռեկտոցելեն։ Ինչ է ռեկտոցելեն։ Ռեկտոցելեն դա ուղիղ աղիք հեշտոցային միշտապատի արտափքումն է դեպի հեշտոց։ Ռեկտոցելեն արտահայտվում է պարկանման գրպանիկի առաջացմամբ, որի դեպքում ուղիղ աղիք հեշտոցային միջնապատը արտափքվում է դեպի հեշտոց, ավելի բարդացած դեպքերում կարող է անգամ դուրս գալ հեշտոցի սահմաններից դուրս։ Որոնք են ռեկտոցելեի առաջացման պատճառները։ Ռեկտոցելեի առաջացման հիմնական պատճառը կոնքի հատակի մկանների թուլությունն է, որը կարող է առաջանալ ծանր ծննդաբերությունների, քրոնիկ փորկապությունների, ծանր ֆիզիկական աշխատանքի, նստակյաց ապրելակերպի, ոչ սպորտային ապրելակերպի արդյունքում։ Հիմնականում այս մեխանիզմը պայմանավորված է ներորովայնային բարձր ճնշումով։ Դրան կարող է նպաստել նաև հազը, որը կարծես թե կապ չունի տվյալ հատվածի հետ, սակայն մշտական ներորովայնային բարձր ճնշումը երկարատև բրոնխիտների դեպքում կարող է բերել այս հիվանդության առաջացմանը եւ զարգացմանը։ Որոնք են ռեկտոցելեի ախտանիշները։ Հիմնական ախտանիշը դա աղիների ոչ լրիվ դատարկման զգացողությունն է։ Կինը կարող է օրը 2-3 անգամ դեֆեկացիոն ակտ կատարել, սակայն միևնույն է լիարժեք դատարկման զգացողությունը չլինի։ Այլ գանգատներից կարող է լինել այլ սիմպտոմներից ցավ, դիսկոմֆորտ, ավելի բարդացած դեպքերում արդեն արտափքումը կարող է տեսանելի կամ հիվանդի կողմից շոշափելի լինի։ Բարդացած դեպքերում նաև հիվանդների մոտ հիվանդները նշում են արդեն 3-րդ աստիճանի ռեկտոցելեի պարագայում, որ դեֆեկացիայի ժամանակ մատնային օգնություն է պետք, որպեսզի կարողանան դատարկվեն, եւ առանց դրա անհնար է աղիները դատարկել։ Դա արդեն ուշացած բարդացած դեպքերն է ռեկտոցելեի։ Ինչպես է այն բուժվում։ Ռեկտոցելեի բուժումը սկզբնական փուլերում պահպանողական է, որոշակի վարժություններ կա, որոնք բացատրում ենք հիվանդներին, կատարում են եւ բավականին լավ արդյունք են ունենում, ակտիվ ապրելակերպ, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, իսկ ավելի բարդացած դեպքերում արդեն առաջարկվում է վիրահատական բուժում, կատարվում է պլաստիկ վիրահատություն, այսպես կոչված առաջային սֆինկտերոլևատորոպլաստիկա։ Ինչ է իրենից ներկայացնում վիրահատությունը։ Տարանջատվում է հեշտոցը ուղիղ աղիքից, նրանց արանքում հավաքվում է լևատորանի մկանային թերթիկներ, դուպլիկատ է ստեղծվում, այդ պատը ամրացնելով արդեն խոչընդոտ է դառնում ուղիղ աղիքի դեպի հեշտոց ներհերմանը։ Եվ ունենում ենք բավականին լավ արդյունքներ։ Դեղորայքային բուժումները ստեղ արդեն օրգանական փոփոխություն է, պարկանման դեֆորմացիան էական օգուտ չեն կարող տալ։ Եթե հիվանդի մոտ առկա է քրոնիկ փորկապություն, փորկապության հարցն ենք լուծում դեղորայքով, այդ մեխանիզմով կարող ենք ազդել։ Ինչպիսին է հետվիրահատական ընթացքը։ Հետվիրահատական ընթացքը ստացիոնարում հիվանդը անցկացնում է միջինում 5 օր, որից հետո դուրս է գրվում, ամեն շաբաթյա այց է կատարվում կլինիկա 4 անգամ, այսինքն 1 ամիս ժամկետով, որից հետո արդեն լրիվ առողջ վերադառնում են իրենց առօրյա կյանքին։ Հետվիրահատական փուլում հակացուցված է ծանր ֆիզիկական աշխատանք, ծանր իրերի վերցնել, տեղափոխելը, որոնք կարան առաջացնեն ներորովայնային բարձր ճնշում եւ կարերի անբավարարություն։ Որն է վերջին գիրքը կամ ֆիլմը, որն իսկապես ազդել է ձեզ վրա։ Գիրքը Օրուելի անասնաֆերման,
անցած տարի եմ կարդացել, տենց բավականին տպավորված եմ։ Առհասարակ ժամանակ չի լինում, որ ասեմ, տենց ֆիլմեր նայելու։ Քիչ եմ նայում շատ ֆիլմեր։ Պատմական կերպար, որի հետ կցանկանայիք հանդիպել։ Երևի իմ ժամանակների մարդկանցից ասեմ, Վազգեն Սարգսյանը։ Եթե բժիշկ չդառնայիք, ինչ մասնագիտություն կընտրեիք եւ ինչու։ Ես շատ եմ երազել ճարտարապետ դառնալ։ Եթե երկրորդ անգամ այդպիսի հնարավորություն էր, գուցե ընտրեի ճարտարապետությունը, որովհետև շատ է ինձ դուր գալիս այդ մասնագիտությունը։ Կա որևէ սկզբունք, որով միշտ առաջնորդվում եք։ Հա, իհարկե։ Սեփական խղճի նկատմամբ արդար լինելը։ Եթե քո սեփական խղճի նկատմամբ ազատ ես, արդար ես, ուրեմն ամեն ինչ նորմալ ես անում։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Այն երկիրն է, որտեղ ես ծնվել, մեծացել եմ, այն քաղաքն է, որտեղ մեծացել եմ, նոր որ մտանք ձեր տաղավար, պատին տեսա մեր քարտեզը, Արցախը, Հայաստանի հետ միասին, դա է իմ հայրենիքը։ Միասնական։ Իմ ընտանիքն է, իմ ընկերներն են, իմ շրջապատն է, իմ քաղաքի 5 եկեղեցիներն են,